Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2026 թվականի փետրվար ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը, ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։ Փետրվարին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 34 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 114 գործարք ավելի քան 39 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 190%-ով։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 38% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմելով մոտ 14 միլիարդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1512 գործարք, փետրվարի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 195 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ առաջարկը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները։ Արամ Արամյանի խոսքով 2025 թվականի ընթացքում գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ըսկողությամբ քննվող քրեական բարույթներով վերականգնվել է 30 միլիարդ 341 միլիոն 581 հազար դրամի վնաս։ Ավարտված քրեական բարույթներով վերականգնվել է 15 միլիարդ 463 միլիոն 560 հազար դրամ։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կազմել են 151 միլիոն 444 հազար դրամ։ 2025 թվականին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9.3% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 9%-ով եւ կազմել 44 միլիոն 340 հազար ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 64.8%-ով եւ կազմել 8 միլիոն 670 հազար ՀՀ դրամ։ Հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 19.1%-ով եւ կազմել 12 միլիոն 958 հազար ՀՀ դրամ։ Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 44.8%-ով եւ կազմել 2 միլիոն 315 հազար ՀՀ դրամ։ Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 82.1%-ով եւ կազմել 148.2 միլիոն ՀՀ դրամ։ Բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 11.1%-ով եւ կազմել 98.3 միլիոն ՀՀ դրամ։ Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 176.5%-ով եւ կազմել 12 միլիոն 117 հազար ՀՀ դրամ։